Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, այսօր AFL-ի Winter Cup-ի շրջանակներում 4-րդ տուրի հանդիպում ենք դիտելու, մրցելու են Մոնցան և Լիոնը։ Ներկայացնեմ նախ բրցող թիմերի կազմերը։ Մոնցա, համար 16 դարպասապահ Արթուր Հովհաննիսյան, համար 4 Սարգիս Մուրադյան, համար 7 Գուրգեն Մնացականյան, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 13 Ռաֆ Գևորգյան, համար 15 Ռաֆայել Ավագյան, համար 14 Արշալույս Պապոյան, համար 18 Գառնիկ Սարգսյան և համար 3 Նիկոլայ Սաֆարյան։ Այսպիսով խաղը սկսված է, գնդակով Լիոնի ֆուտբոլիստերն են, ծանոթացնեմ նաև Լիոնի կազմը, դարպասապահ, համար 1 Արտուր Ղազարյան, համար 4 Ռուդիկ Եգորյան, ներողություն, համար 20 Կիմ Մինասյան, համար 10 Վաղինակ Սետրակյան, Մոնցայի ֆուտբոլիստերն են գնդակով, համար 5 Հայկ Հակոբյան, համար 17 Վահագ Բաղդասարյան, համար 8 Լյուդվիկ Ադամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, ինչպես նաև պահեստայինների թվում են համար 3 Բաբկեն Աբրահամյան և համար 11 Տիգրան Սետրակյան։ Եզրից հիմա կնետեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Գևորգյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, փոխանցում։ Ձախ թևով են որոշել զարգացնել գրոհը Մոնցայի ֆուտբոլիստները։ Բավական հետաքրքիր գրոհ են փորձում կազմակերպել տղաները։ Սուր փոխանցում և դարպասապահ տիրում է գնդակին, բավականին վտանգավոր դրություններ հենց խաղի մեկնարկում։ Հիշեցնեմ, որ մրցաշարային աղյուսակում ներկա պահին Մոնցայի ֆուտբոլիստը Մոնցան զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, երկու անցկացրած խաղից հետո վաստակել են 4 միավոր, իսկ ահա Լիոնը 17-րդն են, ևս երկու խաղ են ընդամենը անցկացրել, ունեն դեռ միավոր չեն վաստակել, վտանգավոր հարված է և նորից դարպասապահը ցուցաբերում է իր բարձր կարգը, բայց չմոռանանք, որ դեռ առաջնությունը նոր է սկսել և բավականին շատ խաղեր են առջևում և մրցաշարային աղյուսակում դեռ ամեն ինչ կարելի է շտկել, վերաբերում է բոլոր թիմերին։ Իսկ հիմա տեսնենք Մոնցայի անկյունային հարվածը, հեռացնում են Լիոնի ֆուտբոլիստները և նորից Մոնցան եզրից կմտցնի գնդակը խաղի մեջ։ Նորից Մոնցայի ֆուտբոլիստերն են փորձում գրոհ կազմակերպել։ Բավականին ակտիվ են Մոնցայի ֆուտբոլիստները խաղի մեկնարկում։ Տեսնենք, թե ինչպես իրադարձությունները կզարգանան։ Գերազանց հնարքով ազատվում է պաշտպաններից։ Եվ նորից անկյունային Ռաֆայել Ավագյանը գեղեցիկ հնարքով փորձեց ազատվել պաշտպաններից, բայց վերջին պահին պաշտպանների գնդակը դուրս հանեցին անկյունային։ Ներկա պահին Մոնցան ամբողջովին տիրում է դրությանը և նորից անկյունային։ Եթե չեմ սխալվում, սա արդեն 4-րդ անկյունայինն է Մոնցայի կատարմամբ։
Հարված եւ դարպասածողն այս անգամ օգնության հասնում Լիոնի ֆուտբոլիստերին։ Հարվածը թույլ ստացվեց երկրորդ եւ դարպասապատ տիրեց գնդակին։ Հենց խաղի մեկնարկից արդեն կարելի է ասել, որ գոլը հասունացել է Մոնցայի։ Բայց չմոռանանք, թե ֆուտբոլը ինչ հարուստ խաղ է եւ Լիոնին բավական էլ կլինի ընդամենը 1-2 հակագրող հաջող եւ ամբողջովին խաղի տրամաբանությունը կարող է փոխվել, ահա Լիոնն է փորձում գրոհել աչթևով։ Դե ինչ որոշում հետաքրքիր էր, բայց պաշտպան իր բարձրության վրա էր, կարողացավ հեռացնել գնդակը Մոնցայի, այստեղ երազանց է գործում Մոնցայի 10 համարը։ Ալեքսանյանը։ Եթե չեմ սխալվում, Ալեքսանյանը Մոնցայի գլխավոր ռմբարկումներից մեկն է։ Այնպես որ Լեոնին պաշտպանները պետք է բավականին զգոն լինել, քանի որ նա բավականին հաճախ է դառնում գոլերի հեղինակ։ Գերազանց է խաղում Լեոնի պաշտպանը, հակագրող եւ նորից խլում են Մոնցայի ֆուտբոլիստները։ Հերվից հարված եւ պաշտպանի վրա եւ ընդունում գնդակը։ Գերազանց կրկնակի սևի հեղինակ է դառնում ոչ թե Լիոնի դարպասապահ, այլ պաշտպանը։ Ֆանտաստիկ գործեց Լիոնի պաշտպանը։ Հայկ Հակոբյանն էր։ Երկու անգամ բավականին վտանգավոր հարվածները իր վրա ընդունեց Հակոբյանը։ Խաղ շարունակում է 0-0։ Ժուլակյանը պայքարում գնդակի համար, երկու 13 համարներ պայքարեցին, բայց գնդակը մնաց Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ։ Գլխով փոխանցում։ Նորից Հակոբյան։ Գերազանց է խաղում Հակոբյանը։ Չանցավ բավականին հետաքրքիր փոխանցում էր մտածել Լիոնի խաղացողը։ Սեթրակյանը, բայց ցավոք չանցավ փոխանցումը։ Որից Մոնցայի ֆուտբոլիստներն են գրոհում։ Կտեսնենք հարված, ոչ պաշտպանները հեռացնում են գնդակը։ Չկա կանների խախտում։ Ինչ լուծում կտա 14 փոխանցում եւ դարպասապահ երկրորդ փորձից արդեն ֆիքսում է գնդակը։ Երկար ձեռքով փոխանցում դեպի հարձակվող Ժուլակյանին եւ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, հարված դարպասից։ Նորից Մոնցայի ֆուտբոլիստներն են գնդակով։ Միանշանակ արդեն պարզ է, որ Մոնցան խաղում է առաջին համարով, իսկ Լիոնը երկրորդ։ Ինչպիսի խառնաշփոթ էր տուգանային հրապարակում եւ կամների խախտում Մոնցայի հարձակվողի կողմից։ Ղազարյանը գնդակը կմցնի խաղի մեջ, կարճ փոխանցում պաշտպանին, երկար փոխանցում, բայց հանգիստ գնդակին տիրում են Մոնցայի ֆուտբոլիստները, բայց նույնիսկ կորցնում են նորից եւ Ժուլակյան հերվից հարված մոտակա անկյունն է եւ մի քիչ շեղ ընթացավ հարվածը։ Առաջին լուրջ փորձն էր դարպասը գրավելու համար Լիոնի։
Գերազանց է խաղում Մոնցայի հարձակվողը։ Վերջին փոխանցումը մի քիչ ուժեղ ստացվեց։ Ալեքսանյանը նորից Լիոնի ֆուտբոլիստներն են գնդակով, շարժվում են առաջ, փոխանցում, և հարված դարպասից, ոչ մի վտանգավոր պահ չկարողացան ստեղծել Լիոնի ֆուտբոլիստները, և նորից Մոնցան շարժվում է առաջ, փոխանցումներով, վերջին պահին պաշտպանը հասցրեց գնդակը ետ տալ իր դարպասապահին, եզրային կնետի Մոնցայի ֆուտբոլիստները։ Մինչ այս Մոնցան երկրորդ տուրում 2-2 էր խաղացել Բետիսի հետ, իսկ երրորդ տուրում տեխնիկական հաղթանակ տարել Կադիսի նկատմամբ և այս պահին ունեն 4 միավոր։ Հասցնի Լիոնի ֆուտբոլիստը պահել գնդակը, այո, հասցնում է և նույնիսկ հասցնում է շրջանցել և վերջին պահին Ալեքսանյանն է տիրում գնդակին, նորից Լիոնի ֆուտբոլիստները կարողանում են ետ բերել գնդակը, հեռվից հարված և շեղեր։ Իսկ Լիոնը առաջին տուրում բավականին խոշոր հաշվով 0-6 հաշվով պարտվել է Վոտֆորդին, իսկ երրորդ տուրում 2-4 հաշվով զիջել է Յուվենտուսին։ Բայց ասեմ, որ խաղի ընթացքում դրանք առջևում են 2-0 հաշվով և Յուվենտուսը բավականին դրամատիկ խաղում կարողացավ կորզել հաղթանակը Լիոնից։ Դե, կլինի հարված և դարպասապան է գերազանց գործում, գնդակը դուրս հանելով եզրից, ահա և ինչի մասին խոսում էի։ Առաջին հայացքից նախաձեռնությունը ամբողջովին Մոնցայի ձեռքերում է, բայց Լիոնը սկսել է ավելի վտանգավոր գրոհել և այս խաղի երևի ամենավտանգավոր պահը հենց նոր ստեղծեցին Լիոնի ֆուտբոլիստները։ Նորից փոխանցում, պաշտպանները հեռացնում են գնդակը։ Նորից Լիոնի ֆուտբոլիստների մոտ է մնում գնդակը, խառը իրավիճակ է, ամեն դեպքում Մոնցան վերցնում է գնդակը, շարժվում են առաջ, փոխանցում ձախ, լինի երկար փոխանցում դեպի հետ փոխանցում, այստեղ Մոնցայի ֆուտբոլիստներից ոչ մեկ չկար և Լիոնի ֆուտբոլիստները կարողացան հեռացնել գնդակը։ Եզրափակիչ հարվածը ոչ մի ձև չի ստացվում Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ և եզրային նետում Լիոնի ֆուտբոլիստները կմցնեն գնդակ խաղի մեջ։ Նորից Ջուլակյան շարժվում է առաջ, պատ փորձեցին խաղարկել Լիոնի ֆուտբոլիստները, բայց չստացվեց և եզրից կնետեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Երկար փոխանցում դեպի ձախ թևը։ Մոնցայի ֆուտբոլիստները բավականին լավ են տեխնիկապես հարգեցած։ Լինի երկար փոխանցում, այո, երկար փոխանցումը կա և պաշտպանը առաջինն է հասնում գնդակին և դուրս է բերում այն անկյունային։
Փոխանցում, գլխով հարված եւ մոտակա անկյունը։ Բայց մի քիչ շեղ ստացվեց հարվածը։ Դարպասապահ երկար փոխանցում է դեպի Ինչպես կարելի այս դիրքից այսպես հարվածել։ Նորից փոխանցում եւ կորցնում են Լիոնի հարձակվողները գնդակը։ Նորից Մոնցանը փորձում կազմակերպել իր գրոհը։ Տղաները սկսում են խորքից, երկար փոխանցում կենտրոն, Կրունկով հնարամիտ փոխանցում փորձեց կատարել, Ալեքսանյանը, բայց չստացվեց, նորից Մոնցան վտանգավոր է, փոխանցում և հաշիվը բացված է։ Գոլի հեղինակ է դառնում Մուսա Ալեքսանյանը։ Այսպիսով Մոնցան բացում է խաղի հաշիվը, Ալեքսանյանն է դառնում գոլի հեղինակ, 1-0։ Տեսնենք թե Լիոնը ինչպես կպատասխանի։ Պաշտպանություն են խաղարկում գնդակը Լիոնի ֆուտբոլիստները, շարժում են առաջ։ Գերազանց հնարքով ազատվեց պաշտպանից, Լիոնի ֆուտբոլիստը, բայց վերջին պահին փոխօգնության հասավ արդեն Մոնցայի պաշտպանը եւ գնդակը հեռացրեցին։ Եզրային Նորից պաշտպանները գերազանց են գործում Լիոնի, բայց արագորեն կորցնում են նորից գնդակը։ Նորից Հակոբյանն է կատարում սեյվ։ Սա արդեն երրորդ փրկությունն է Հակոբյանի, հեռվից հարված եւ մի քիչ շեղ ընթացավ հարվածը։ Հակոբյանը այսօր արդեն երրորդ անգամն է փրկում է իր թիմի վերահաս գոլից։ Չենք մոռանում նրա կատարած դաբլ սեյվը, որից Մոնցայի ֆուտբոլիստներն են գնդակով։ Կորցրեցին, հիմա Լիոնի ֆուտբոլիստներն են փորձում կառուցել իրենց հակագրոհը։ Հետ փոխանցում Հակոբյան։ Նորից Մոնցան տիրում է գնդակին։ Կլինի հարված։ Եվ պաշտպանը հեռացնում է դաշտի սահմաններից գնդակը։ Հարված, փակում են գնդակի ճանապարհը եւ հարված դարպասից։ Առաջինը Մոնցայի պաշտպաններն են գնդակին։ Լիոնն է մտցնում գնդակը խաղի մեջ, եզրայինից։ Շարժում է առաջ ֆուտբոլիստը եւ կանոնների խախտում։ Բավականին վտանգավոր դիրքում է։ Այստեղից հնարավոր է ուղիղ հարվածով
փորձել գրավել մրցակցի դարպասը։ Սետրակյանն է պատրաստվում հարվածը իրացնել։ Այսպեսով հարված եւ պատիրի վրա են տնում գնդակը։ Եվ նորից եզրային արագորեն փորձում են գնդակը խաղի մեջ մտցնել Լիոնի ֆուտբոլիստները։ Հիշեցնենք հաշիվ 1-0 Մոնցայի օգտին, Լիոնը արդեն ուշ կորցնելու ոչինչ չունի։ Պետք է ավելի ակտիվ գործել եւ փորձել հնարավորությունները օգտագործել հաշիվը հավասարեցնելու համար եւ նորից կանոնները խախտում է այս անգամ արդեն Ալեքսանյանը Մոնցայից գոլի հեղինակը միակ։ Եգորյանը եւ Հակոբյանն են գնդակի մոտ, տեսնենք իրենցից ով կհարվածի, ամեն դեպքում պատրաստում է Եգորյանը, այսպիսով փոխանցում, Սետրակյան հարված եւ նորից Մոնցայի ֆուտբոլիստի իր վրա են տնում գնդակը, երկար փոխանցում Պապոյան, գերազանց էր, դե եւ այսպես ֆանտաստիկ է գործում արդեն իսկ Լիոնի դարպասապա, ինչ է կատարվում, երկար փոխանցում դեպի աջ եւ կորցնում է Մոնցան գնդակը։ Դարպասապա դուրս էր եկել Տուգանային հրապարակից։ Առաջին դվարկում բավականին լավ գործեց, իսկ երկրորդում գնդակը կորցրեց եւ Մոնցան լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշիվը։ Պահում է գնդակը դաշտում Լիոնի ֆուտբոլիստը, նորից Սետրակյան եւ հարվածը բավականին շետ ստացվեց։ Նորից Մոնցան է սկսում իր գրոհը։ Ալեքսանյան փոխանցում կենտրոն եւ նորից Հակոբյանն է դրության տերը։ Ալեքսանյան եւ Մոնցան նորից եզրից կմցնի գնդակը խաղի մեջ, նորից Ալեքսանյան եւ Լիոնի պաշտպանը գնդակը հեռացնում է դաշտի սահմաններից։ Առաջին խաղակեսի խաղից ելնելով կարելի է ակնհայտ ասել, որ Մոնցայի կազմում ամենաակտիվը Ալեքսանյանն է, որը նաև դարել է միակ գոլի հեղինակ, իսկ Լիոնից միանշանակ առանձնացնեմ պաշտպան Հակոբյանին, բավականին վստահ հանդիպում է անցկացնում եւ 3 անգամ էլ արդեն փրկել է իր թիմին վերահաս գոլից։ Փոփոխություն տեղի ունեցավ Լիոնի կազմում։ Գեորգյանն է գնդակով, Գեորգյան փոխանցում։ Նույնիսկ Լիոնի ֆուտբոլիստները տիրում են գնդակին։ Գերազանց է գործում Մոնցայի 8 համարը։ Ղազարյանն է գնդակով, ֆանտաստիկ փոխանցում է կատարում, Ալեքսանյան շաշվում է առաջ, փոխանցում եւ 2-0։ Գերազանց հակագրոհ էր։
Այսպիսով հաշիվը դառնում է 2-0 Ալեքսանյանի ֆանտաստիկ անցումից հետո եւ փոխանցումից հետո գոլի հեղինակ է դառնում Գառնիկ Սարգսյանը։ Եվ այսպիսով առաջին խաղակեսը ավարտվել է 2-0։ Այսպիսով սկսում է երկրորդ խաղակեսը Մոնցա Լիոն հանդիպան, առաջի խաղակեսից հետո 2-0 առջև Մոնցայի ֆուտբոլիստներն են։ Գոլերի հեղինակներն են դարձել Մուսա Ալեքսանյանը եւ Գառնիկ Սարգսյանը։ Հետևենք երկրորդ խաղակեսին, նորից Մոնցանը գնդակով Լիոնին պետք է ինչ-որ մի բան մտածել խաղը փրկելու համար։ Տեսնենք նորից Մոնցանը գնդակով շարժվում են առաջ եւ գնդակը դուրս է գալիս սահմաններից դաշտի։ Պապոյան Գևորգյան Չմտածել Գևորգյանը փոխանցում կենտրոն Ավակյան նորից Ալեքսանյան հարված եւ անդրադարձի շնորհիվ գնդակը չի հայտնվում դարպասում, բայց բավականին վտանգավոր էր եւ չափազանց գեղեցիկ գրոհ ստացվեց Մոնցայի կատարմամբ։ Նորից Մոնցան է տիրում գնդակին եւ նորից Ալեքսանյանն է շարժվում առաջ, փոխանցում եւ անկյունային։ Իրացրած է անկյունայինը։ Լիոնի ֆուտբոլիստները կարողանում են գնդակը դուրս հանել տուգնային հրապարակից։ Գևորգյան բավականին լավ է պահում գնդակը, փոխանցում նորից Ալեքսանյանի հարված եւ գնդակը բարձր է ընթանում, ոչ դարպասապանն է գնդակը դուրս հանել անկյունային, բավականին գեղեցիկ սեյվ ստացվեց։ Լավ հնարավորություններ Մուսա Ալեքսանյանը իր երկրորդ գոլը խփել այս խաղում։ Անկյունային փոխանցում, ցածրից էր փոխանցումը եւ նորից անկյունային։ Եթե չեմ սխալվում, սա արդեն 8-րդ կամ 9-րդ անկյունայինն է այս խաղում, Մոնցայի կատարմամբ։ Բարձից փոխանցում, Պապոյանն է տիրում գնդակին, ես բարձից փոխանցում եւ նորից դարպասապա գնդակը դուրս է հանում անկյունային։ Բավականին հետաքրքիր էր, Գևորգյանը գլխի հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց բարձր ստացեց հարվածը։ Նորից Ալեքսանյան եւ նորից Հակոբյան։ Այսօր Հակոբյանը Լիոնի պաշտպանության հենասյունն է։ Մոնցան է տիրում գնդակին։ Ավակյան Շուլակյանը տիրում գնդակին, փոխանցում, նորից Ալեքսանյանն խլում է գնդակը եւ շարժվում է առաջ։ Եվ կանոնների խախտում, Հակոբյանն է խախտում կանոնները։ Եվ դեղին քարտ Հակոբյանին։ Բավականին վտանգավոր հակագրող գասեցրեց Հակոբյանը կանոնների խախտմամբ։ Ուգանային հարված և
Պաշտպանը հեռացնում է գնդակը, շատ վտանգավոր էր։ Փոխանցում եւ դարպասապը որսում է գնդակը, երկար փոխանցում առաջ, բայց Լիոնի հարձակվողը մենակ էր 3 պաշտպանների մեջ եւ հեշտությամբ էլ կորցրեց գնդակը։ Լիոնի ֆուտբոլիստներն են գնդակը մտցնում եզրից։ Նորից տուգանային հարված, այսինքն կանոնների խախտում Լիոնի ֆուտբոլիստերի կողմից 2-0, բավականին վստահ է այսօր Մոնցան խաղը անցկացնում, այսպես ասած ֆավորիտի կարգավիճակում։ Առանց մի ավելորդ նյարդերի, առանց ինչ-որ խուճապի խաղը փորձում են հասնել իր տրամաբանական ավարտին, բայց դեռ Լիոնը ժամանակ ունի, բավականին ժամանակ ունի, որպեսզի վերադառնա խաղ, մեկ գոլը հավատացեք շատ բան կփոխի Լիոնի համար, թե հոգեբանորեն, թե այսպես Ալեքսանյան եւ բավականին լավ փոխանցում կատարեց Ալեքսանյանը, բայց մի քիչ ուժեղ ստացվեց։ Ավակյանը չհասցրեց փակել այդ փոխանցումը եւ գնդակով Լիոնի ֆուտբոլիստներն են։ Հակոբյան հետ փոխանցում եւ 3-0 շատ ափսոս էր։ Սպիսով հաշիվը դառնում է 3-0, շատ ցավալի ինքնագոլի հեղինակ դարձավ Հակոբյանը եւ այսօր լավագույն ֆուտբոլիստը Լիոնի կազմում, նամանավանդ պաշտպանությունում, բայց չհասկացան միմյանց Հակոբյանը եւ դարպասապահը եւ գնդակը հայտնվեց ցանցում։ Այսպես էլ է լինում, ոչինչ, հարված, դարպասապահն էմոցիայի կարողանում հետ մղել գնդակը եւ այսպես հարված։ Եվ գնդակը դրսի մասից դիպավ ցանցին, մի պահ կարծեցինք, որ դարպասում հայտնվի գնդակը, բայց ոչ։ Իսկ Գևորգյան, Ավակյանն է փոխանցում պահանջում եւ ստանում է այդ փոխանցումը եւ հարվածը չի ստացվում։ Բավականին վտանգավոր էր։ Լիոնն է փորձում գրոել։ Պապոյանն է պայքարում գնդակի համար, բայց Լիոնի պաշտպանները գնդակը նորից հեռացնում են։ Երկար փոխանցում եւ Գևորգյանը հանգիստ տիրում է գնդակին, փոխանցում Ալեքսանյանին, նորից Գևորգյան, շարժվում է առաջ, Ավակյան, նորից Գևորգյան, Լիոնը հեռացնում է գնդակը սահմաններից եւ վտանգավոր հակագրող, փոխանցումը շատ վատ ստացվեց եւ Հովհաննիսյանը գնդակը դուրս է անում դաշտի սահմաններից։ Լիոնն է գնդակով փոխանցում, կասեցումը շատ անհաջող էր։ Պապոյանն է պայքարում գնդակի համար, դուրս է գալիս մենակ, դե հարված եւ 4-0։
Իր գոլը խփում է նաև Պապոյանը։ Այսպիսով 4-0 բավականին մեծ առավելություն ունի Մոնցան։ Լիոնի խաղը ոչ մի կերպ չի ստացվում։ Ամանավանդ Արջևի գծում գերազանց անցումներ, պահում է գնդակ իր մոտ Լիոնի ֆուտբոլիստը, փոխանցում և ազատ հարված դարպասից կիրացնեն Մոնցայի ֆուտբոլիստները։ Նորից Մոնցան է գնդակով։ Լիոնն է խլում գնդակը։ Պապոյան։ Հարված և դարպասը փրկում է դրությունը։ Նորից Ալեքսանյաններ, հարվածողը։ Գևորգյան, Պապոյան փոխանցում և հարվածը չի ստացվում Սարգսյանի մոտ։ Եզրից Ալեքսանյանն է գնդակով։ Կարդաց այս փոխանցումը Լիոնի պաշտպանը, Լիոնն է գրոհում։ Ստացվեց Ժուլակյանի մոտ փոխանցումը։ Նորից Ժուլակյան և նորից կորցնում են գնդակը։ Ոչ մի ձև չի ստացվում Լիոնի մոտ գնդակ պահել երկար։ Նորից խլում են և Գևորգյանը հեռացնում է գնդակը հուշկու հարվածով։ Սարգսյան Եզրից կնետեն Լիոնի ֆուտբոլիստները։ Բավական նարակ ֆուտբոլիստ է Գառնիկ Սարգսյանը։ Շեստեմ այս խաղում նա արդեն դարձել է գոլի հեղինակ։ Ալեքսանյանի փոխանցումից հետո Հովհաննիսյան։ Այդ այստեղ Մոնցայի ֆուտբոլիստներից ոչ ոք չկար։ Լիոնն է մտցնում գնդակը խաղի մեջ, եզրից, հետ փոխանցում դարպասապահ Ղազարյանին։ Երկար փոխանցում առաջ։ Նորից Ալեքսանյանն է շարժում առաջ, բավականին վտանգավոր է։ Սարգսյան և խլում է Ժուլակյանը գնդակը։ Ստրակյան բավականին խոստումնալից գրոհ կարող էր լինել, բայց հիմա 4-2-ի դեմ են դուրս գալիս Մոնցայի ֆուտբոլիստները և վերջին փոխանցումը չի ստացվում, բայց գրոհ չի ավարտվել, հարված և նորից պաշտպան իր վրա է վերցնում և նորից Հակոբյանն էր գնդակի դեմը հայտնվել։ Ավագյան ամեն դեպքում Ավագյանը ամեն ինչ արեց, որպեսզի գնդակը մնա իր թիմակիցների մոտ։ Եզրից կնետեն Մոնցայի ֆուտբոլիստները և կորցնում են գնդակը հարված դարպասից։ Երկար փոխանցում առաջ։
Լյոնն է շարժվում առաջ։ Նորից գնդակը չի հասնում հասցեատիրոջը, Սեթրակյան և բաց է թողում գնդակը։ Պապոյան, տարբերակներ ունեի, հարված և Ղազարյանը տեղում էր։ Հերթական սեյվը գրանցեց Ղազարյանը։ Գևորգյան գերազանց է գործում պաշտպանությունում, Ավագյան, Սարգսյան և Սուրանկյունից փոխանցում փորձեց կատարել, բայց Ղազարյանը նորից տեղում էր։ Սեթրակյան թույլ ստացեց փոխանցումը, Պապոյան, պահում են Լիոնի ֆուտբոլիստները գնդակը դաշտի մեջ, երկար փոխանցում և նորից Գևորգյան։ Ալեքսանյանն է փոխանցում Պապոյանին, հարված և նորից Հակոբյանն է կանգնում գնդակի ճանապարհին։ Այնպես որ առաջի խաղակեսի լավագույնները Հակոբյանն են և Ալեքսանյանը և երկրորդ խաղակեսում էլ ամենաակտիվը իրենք են։ Ջանես ցավոք, որ Հակոբյանը դարձավ ինքնագոլի հեղինակ, բայց ամեն դեպքում բավականին անձնուրաց է խաղում այսօր։ Արդեն որի որ տանթիվ անգամ արդեն կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլերից։ Նորից Հակոբյանն է մնում գնդակով, շարժվում է առաջ, փոխանցում, հետ փոխանցում դարպասապահ Ղազարյանին։ Ավագյանն է տիրում գնդակին, շարժվում է առաջ, փոխանցում Պապոյան։ Ղազարյանն է շարժում առաջ, Պապոյան, կլինի հարված։ Փոխանցում նորից Ղազարյան և նորից Հակոբյանն է տիրում գնդակին, բայց կորցնում է Ալեքսանյան և հարվածը բարձր է ընթանում։ Շատ վտանգավոր դիրքից հարվածեց Ալեքսանյանը, բայց բարձր ընթացավ գնդակը։ Նորից Լիոնն է փորձում հարձակվել և Մոնցայի խաղացողները դուրս են անում գնդակը։ Սեթրակյան, Սեթրակյան և կանների խախտում։ Բավականին հեռու է դարպասից։ Սեթրակյանն է գնդակի մոտ, հարված բավականին բարձր էր։ Ալեքսանյան կրնկով փոխանցում Պապոյանին, Ղազարյան, Սարգսյան, սխալ փոխանցում հետ և Ջուլակյանն է գնդակով, շարժում է առաջ, փոխանցում և Սեթրակյանը, հարված և պաշտպանը Գևորգյանն է հասնում վերջին պահին, ցանկումով գնդակը դուրս է անում անկյունային, երկրորդ խաղակեսի երևի ամենավտանգավոր պահն էր Լիոնի կատարմամբ, հետ փոխանցում Հակոբյանին, հարված և բարձր է։ Ղազարյանն է շարժվում առաջ, փոխանցում Ավագյան։ Պապոյանն է ստանում գնդակը,
Հետ փոխանցում նորից Ավակյան, Ալեքսանդյան փոխանցում եւ նորից Հակոբյանն է գնդակին թարաշ դուրս գալիս բավական հնարավոր փոխանցում մտածեց Սետրակյանը, բայց ափսոս չանցավ եւ այստեղ նորից Ղազարյան եւ նորից Հակոբյան Ось Մոնցան է գրոհում Ղազարյանը գնդակով Պապոյան Ավակյան փորձեց գեղեցիկ խաղալ Այս շտացվեց փոխանցում, բայց ամեն դեպքում գնդակը մնում է Մոնցայի մոտ Հարված եւ նորից դարպասապահն է փրկում դրությունը Ալեքսանդյան ինչպիսի հախուռն գրողներ է Եվ նորից հարվածը բարձր ընթանում Ղազարյան երկար փոխանցում առաջ Անցնում է փոխանցումը եւ լավ հնարավորություն Լիոնը հարված եւ 4-1 Սետրակյանն է դառնում գոլի հեղինակ Այսպիսով վերջապես Լիոնը դառնում է գոլի հեղինակն է Վաղինակ Սետրակյանը Ամեն դեպքում Լիոնը արժանի էր 1-2 եւ ֆանտաստիկ հարված է կատարում Լիոնի ֆուտբոլիստը Բայց իր բարձրության վրա էր Հովանիսյանը դարպասապահը Մոնցայի եւ նաեւ օգնության հասավ դարպասածողը հորիզոնական Լիոնը շարունակում է գրոհել եւ Մոնցայի պաշտպանները ստիպված են գնդակը հեռացնել անկյունային Բավականին ակտիվ են վերջին րոպեներին Լիոնի ֆուտբոլիստները Փոխանցում եւ Ստացվեց գլխի հարված Եվ հարված դարպասից կլինի Ափսոս որ այս գոլը բավականին ուշացավ ամեն դեպքում Հնարավոր էր որ Նաև խաղը ուրիշ հունով գնար Եթե շուտ կարողանային Լիոնի ֆուտբոլիստները գոլ խփել Ղազարյան ձեռքով երկար փոխանցում դեպի Ջուլակյանին Ստացվեց վերջին փոխանցումը Հարված դարպասից Ղազարյան Պապոյան Ավակյան Գերազանց կասեցում, գերազանց անցում և ֆանտաստիկ գոլ Մուսա Ալեքսանդյանի կողմից 5-1 5-1 արջևը Մոնցան է Վնասվածք է ստանում Հակոբյանը Բավական ցավոտ հարված ստացավ Հակոբյանը, բայց լավ է որ վնասվածքը լուրջ չէր եւ դեղին քարտ է ստանում Գառնիկ Սարգսյանը Այսօրվա երկրորդ գոլի հեղինակը Մոնցայի Ղազարյանն է գնդակմցնում խաղի մեջ երկար փոխանցում Ղազարյանն է փորձում հեռացնել Գերազանց հարված նորից Սետրակյանի կողմից եւ 5-2
Այսպիսով Լիոնը երկրորդ գնդակն է խփում 5-2 եւ խաղն ավարտվեց հարգելի բարեկամներ Մոնցայի առավելությամբ 5-2 դեռ կհանդիպենք լավ մնացեք